Ben Avrupa Bangladeş Avrupa. Kararlı telafi o çöp Bangladeş'in de cazat çeksen dışvar başkere zanlıkaz devam konusunda davranış desek ki havazdan kalbim konusunda olaylar var. Burada desek de Javan'a bir for test havaması sarfı azarlar ve kanatlardan kullanmalıyız. Yerevan'ın inkan herbeş Çıkamamız transportun vatandaşları var ya, aslında şartları var. Bu travma joğurti meş, medine vansıları meş. Bu besler bu herravurdan kavaması anu. Burası Bangladeş anu. Burada da zamanı, söyledakan insan zamanı. Bangladeş manufakturları, joğurti orası. Burada herravurdan Allah yetki. Bangladeş'te. Bu hesabı menat resmi olması. Böyle isteyen açtıkça kocaman uğraş maaşlıklarıyla Bangladeş'in geçmişte Arap maaşlıklar aldı. Draması şatanlıklar yargıya karşılarına delik var. Bu meyve boğu kuba aslında buraya instrumentuma Yerevan'ın kendini tuvarkenin Bangladeş söyledikler mesela davarız Arap'ın aslında Mark'ın bekasında meşler çıkar Bangladeş'in tutulur. Söyledik meşler. Halbuki Teşebayini kavakı. Teşebayini kavakı aşkari en zamanlarda hoşuradığım kavakları gitmeklerdir. Uşak edakiler, madde bölümlerinin kadar bu. Torçmen destekle o selambre zamanlarda martika inç amrutların kavakçıları, inç öntimleri alıntıları. Ve teşebbüt daratke koşma otabe. Kanununda şat otseçka. Уже урте խուսափելան գնալու միգուցե մեր բախտը դրանով բերել է, որ օծերը պաշտպանել են Թեշեբայինի քաղաքի մնացորդները։ Ու մենք այսօր կարողանում ենք օծերից չվախենալու, այլ գիտնականները տարբեր երկրներից գալիս են, տեղումներ են կատարում եւ հայտնաբերում են, բայց ասեք թոմատե քարը, հա, բայց ասենք փոքրիկ գրծինով մաքրում են, որ կարողանան տեսնել, թե ոնց են ապրել մարդիկ այն ժամանակներում։ Շատ հետաքրքիր է։ Պեղումներում, երբ որ մի բան է հայտնաբերվում, մի բան է քրտում, այդ գիտնականի համար շատ մեծ ուրախություն է։ Հայաստանը շատ հայտնի է այդ պեղումներից հայտնաբերված իրերով, եւ այդ իրերը դնում են պահվելու որտեղ թանգարաններում։ Հայաստանի կենտրոնական թանգարանը որտեղ է։ Հայաստանի պատմության թանգարան, հրապարակում, հա, եղել եք դուք։ Ցավոք սրտի, հիմա Հայաստանի պատմության թանգարանը վերականգնվում է, բայց որոշակի փոքր ցուցադրություններ կա։ Եվ իսկապես շատ հետաքրքիր է, երբ որ գտնվում է այս պեղումներից նյութը եւ գնում է թանգարան, ու թանգարանում մենք տեսնում ենք, թե ոնց է դա պահպանվում։ Ֆրանսիացի փոխադրելուց նաև դասավանդում է կստար սովորստացի կստար համանում։ Դա պատմության ուսուցիչ։ Այսօր ես ուզեի ձեզ հետ կիսվել պատմության նկատմամբ հետաքրքրության ու ընդհանրապես պատմության մասին։ Որտեղ այդ պատմությունը մասնագիտությունը, ես արդեն մի քանի տասնյակ տարի զբաղվում եմ պատմությամբ, ու իմ համար շատ հետաքրքիր է։ Չնայած լիքը մարդկանցից լսում եմ, որ ում պատմությունը չի համար ընդհանրապես, անցած գնացած բաները վերջացել են, ինչ հետաքրքիր բանալարն է, ու նաև շատ լավ է, որ դուք այս տարի սկսել եք անցնել պատմություն, ճիշտ է։ Այլ չեք մտածում, ինչի համար է պատմությունը, ում համար։ Որ մենք ճանաչենք մեզ։ Որ մենք ճանաչենք մեզ, շատ ճիշտ է։ Բացի էլ չկրկնել, բայց հնարավոր է արդյոք ուրիշ նայելով սխալները չկրկնել սխալները։ Ցավոք սրտի անընդհատ սխալները կրկնում են, հա։ Բայց դեպքում էլ չի ուրիշ ինչ համար կարելի է։ Այլ մենք մեզ ենք ճանաչում, էլ ով ենք ճանաչում։ Մեր հարի պատմությունը ճանաչում, շուկայում
պատմության թեմայով ազատ խոսան։ Շատ լավ։ Այս համար պատմությունը իսկապես շատ հետաքրքիր է նաև պատմության թեմայով խոսելուց, որտեղ մենք շատ անգամ տարբեր երկրներում տարբեր տեղեր սկսում ենք ուրիշների պատմել մեր հարուստ պատմության մասին։ Ու մենք ինչքան հին ազգ ենք, ինչքան զարգացած, ինչքան կրթված, եւ այդ ամեն ինչը մենք իմացել ենք պատմություն։ Ինչ ենք իմացել պատմությունը։ Այ եթե դուք ձեր համար որոշեք, ինչ պատմություն է, ինչով է ձեզ հետաքրքիր կամ հակառակը անհետաքրքիր, Այո, ինչի համար է պատմությունը։ Ինչ ես կարծում, քո համար պատմության գիրքը որ կարդում ես, հետաքրքիր է, ասես լավ է, չերկա բարակուսանը բաները պետք չի, ումա պետք է սրա համար ժամանակ են ծախսում։ Ցավոք սրտի, այսօր պատմությունը շատ հայտնի է դառնում մեր հետ որպես զենք կարելի ասել, մեր հակառակորդների հետ տարբեր խնդիրների շուրջ լիճելում, օրինակ ամենավատ հարցը մեր համար այդ Ումրա Ղարաբաղը, ինչի ենք մենք ասում Ղարաբաղը, հայկականն է, թուրքերն ասում են Ղարաբաղը մենն է, ու անընդհատ այս վեճը գնում է, իրենց պատմությունն են ներդամներում ենք, մեր պատմությունն ենք առաջ տանում, մենք ասում ենք, էսա ճիշտ է, մենք ասում ենք, ենա ճիշտ է, այս պատմության քաղաքական կողմերից մեկն է, պատմության, պատմական փաստաթղթերի, պատմական երևույթների շնորհիվ մենք կարողանում ենք ապացույցներ ներկայացնել, բայց սա պատմության ընդհանրապես մեկ կողմ է։ Բացի այդ պատմություն ընդհանուր ասվածից, կան շատ գիտություններ, որոնք շատ մոտ առնչվում են պատմությանը։ Մենակ պատմությունով հնարավոր չի։ Այդ դուք երևի եղել եք բնագիտության թանգարանում, ով է եղել։ Որ մեր Մամոնտի արձան կար։ Հիմա պատկերացրեք, ասեք, ես որպես պատմաբան հայտնաբերում եմ ինչ-որ ոսկորը կտոր, ոսկորը այլ է, ինչ իմանամ, ես չեմ կարևանամ դա Մամոնտի արձանը, Մամոնտի ոսկորը, Ցելի ոսկորը և այլն, համար կա հատուկ գիտություն, կոչվում է պալեոնտոլոգիա, հնաբանություն, այսինքն այդ գիտության մասնագետ ինքը կարող մի փոքր ոսկորի կտորից համակարգչային ծրագրերի միջոցով նկարի այն կենդանին ու ոսկորն է որ ու ասենք մենք իմանում ենք, որ Հայաստանի տարածքում ինչ ժամանակներում ապրել են այս կենդանիները, եղել են այս բույսերը, սրանց բոլորի պատասխանը տալիս է պալեոնտոլոգիա։ Մեկ այլ գիտություն նորից պատմաբաններին օգնող և շատ սերտ կապ ունեցող հնագիտությունն է։ Ես փորձեմ ձեզ էկրանի վրա ցույց տալ հնագիտական պեղորներ,